Մարիա հեռուստասերիալում Մարիան քայքայված հոգեվիճակում է։ Նրա աչքերի մեջ բացահայտ ցասում, վախ, նվաստացում ու վրեժ են թաքնված։ Բոլորը, ովքեր շփվում են նրա հետ, զգում են այդ լարվածությունը։ Մտերիմները չգիտեն, թե ինչ է կատարվել, բայց բոլորը հասկանում են. սա սովորական հուզական դաշտ չէ, ինչ-որ բան անդառնալիորեն փոխվել է։ Լիլիթի հետ հանդիպման ժամանակ Մարիան նրան միակ խնդրանքն է ասում՝ բացահայտել Ռաֆի գտնվելու վայրը։ Լիլիթը տեղյակ չէ, սակայն զգում է, Մարիայի մեջ ինչ-որ բան է կոտրվել, ու դրա պատճառը իր եղբայրն է։ Լիլիթի ներսում մի ներքին ձայն ամեն վայրկյան ավելի բարձր է աղաղակում։ Ռաֆը հերթական սարսափելի արարքն է գործել։ Մարիան հանդիպում է նաև Օֆային, սակայն այս անգամ չի անկեղծանում նրա հետ։ Օֆան փորձում է քանդել լռության պատը, բայց ապարդյուն։ Մարիան փակվել է իր մեջ։ Խեղդող լռությամբ պատված ցավը ավելի սարսափելի է հնչում, քան ամենաբարձր ճիչը։ Քիչ անց Մարիան գնում է Ռուբենի տուն։ Նոնան ու Տիկին Ալիսան նույնպես չեն կարողանում անտեսել նրա անբնական պահվածքը։ Մարիան ասում է, թե ամեն ինչ լավ է, սակայն աչքերում մի վառվող կայծ կա, մռայլ, վտանգավոր ու վրեժով լի։ Այդ հայացքը ոչ մեկին չի խաբում։ Իսկ Օֆան, ով երկար տարիներ ապրել է ցավի ու վրեժի սահմանագծում, հասկանում է, որ Մարիան կանգնած է վտանգավոր եզրագծի վրա։ Նա զանգում է Ռուբենին եւ խնդրում անմիջապես գալ իր տուն։ Ասում է, որ միակ բանը, որ Մարիան հիմա կարող է մտածել, դա մարդասպանությունն է։ Ռուբենը խոճապով շտապում է։ Նա հասկանում է, որ կյանքի ու մահվան հարց է եւ կարեւոր է փրկել Մարիային։ Միևնույն ժամանակ Ռաֆն ու Ալան հեռախոսով խոսում են։ Լիլիթը գաղտնի լսում է նրանց զրույցը։ Ռաֆը ասում է, որ քաղաքից դուրս է, իսկ Ալան արձագանքում է, որ դա նշանակում է կրկին ինչ-որ վատ բան է արել։ Այս խոսակցությունը բավարար է, որ Լիլիթը համադրի ինֆորմացիան ու հասկանա։ Ռաֆը թաքնվում է ու հասցեն նա արդեն գիտի եւ նա պահում է իր խոստումը։ Այդ տեղեկությունը փոխանցում է Մարիային։ Մարիան արդեն որոշում է կայացրել։ Նա վերցնում է ատրճանակը, ուղևորվում քաղաքից դուրս։ Գիշերային լռության մեջ միայն նրա քայլերն են հնչում։ Վրեժը դարձել է նրա միակ շարժիչ ուժը։ Եվ երբ Ռաֆը հայտնվում է տեսադաշտում, նա պայուսակից հանում է ատրճանակը, ուղղում դեպի Ռաֆը եւ կրակում։ Վերջ, Մարիան լուծում է իր վրեժը։ Նա պատժում է իր արժանապատվությունը խլած մարդուն։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ռաֆը կմահանա, եւ եթե մահանա, ինչ պատիժ է սպասվում Մարիային։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկում են ասել ու անտեր չես։ Դենքում ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի կեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ինք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերն կարաման եմ ինք խոսքը։ Այսօր։ Անդրես Տեկնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Ոնց մոսկովաց նման։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ դու իրան գովաց կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас. С
тобой у нас։ Բա, այսպես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Har Krishnային։ Krishnային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից այստեղ եմ, 3:00-ից и վաղ այստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է, եկել ենք պրիմերայի։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որն է հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, չի կանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հո, ինքը շատ լավ